Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 66 տարեկան։ Ծննդյան կապակցությամբ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու մարզային ու համայնքային իշխանության ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և երկրապահ կամավորականների միության հիմնադիր, հրամանատար Վազգեն Սարգսյանը մեծ ներդրում ունի բանակաշինության մեջ։ Սարգսյանը մեր նորագույն պատմության անվիճելի կերպարներից է, դեմքերից է, պետական գործիչներից, որի անունը նորից անվիճելիորեն կապվում է բանակաշինության, իսկ բանակաշինությունը դժվար է գերագնահատել թեկուզ այն իմաստով, որ առանց դրա հայկական պետականությունը հազիվ թե կայանար, իսկ որպես կերպար, ես որպես պատմաբանի կառանձնացնեմ հետևյալ համարձակ հայտարարությունը կանեմ, այն քիչ մեր հայոց պատմության համենայն դեպս ոչ շատ կերպարներից է, որոնք վճռական ժամանակ իրենց վրա պատասխանատվություն են վերցրել եւ բեկումնային նշանակության քայլեր են արել։ Պատմական առումով առանձնացվեց հատկապես Արցախյան առաջին պատերազմի տարբեր դրվագներում Վազգեն Սարգսյանի միջամտությունը, որը վճռորոշ դեր է կատարել։ Իսկ բանակաշինության մեջ եղել է այն կապող օղակը, որը միավորել է կադրային սպաներին, կամավորականներին ու ֆիդայիններին։ Ցավոք սրտի Վազգենը նույնպես պատմական այն կերպարներից է, որոնք այսպես կիսատ կենսագրություն ունեն, հերոսին բնորոշ, քանի որ բանակաշինության մեջ հաջողելուց հետո նա նաև շարունակել էր իր գործը որպես հանրապետության գործադիր իշխանության ղեկավար, եւ այստեղ մենք բախվում ենք հայտնի եթեի հետ, ինչ կլիներ եթե Եվ հենց նաև նրա ֆենոմենը, նրա հերոսականությունը նաև այս առեղծվածի մեջ է, որ հարց միշտ կախված է լինելու օդում, ինչ կլիներ, եւ թե Վազգենը չվախճանվեր։ Մի բան հաստատ կարող ենք վկայել, նա այնպիսի տեսակ էր, որ իր համար առաջնայինը պետություններ, հայրենիքներ, ազգներ, էմոցիոնալ, զգացական կերպով հայրենիքը սիրող տղամարդ էր, այր էր եւ ճիշտն ասած ինքը Մոնթե Մելքոնյանի թաղման ժամանակ այսպիսի մի միտք էր արտահայտել, ասելով, որ Մոնթեն մեր վերջին մեծ մեռյալն է, ես փորձեմ համարձակություն ունենալ մի փոքր վերաֆրազավորել իր ասածը, այս դեպքում էլ Վազգենը մեր վերջին մեծ մեռյալն էր ըստ էության։ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին աշակերտներ ինչպես Վանաձորից, այնպես էլ այլ համայնքներից։ Սպիտակից ավագ դպրոցի աշակերտներն ու Սպիտակի պատանի երկրապահները սպարապետի արձանի մոտ կատարեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Մեր հայրենիք, ազատ անկախ, որ ապրել ես դարեդար, յուր որդիքը արկանչում է ազատ անկախ Հայաստան։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Արկանչում է ազատ անկախ Հայաստան։